Ավագ սերնդի ներկայացուցիչները մեր հասարակության շարքերում մշտապես իրենց կարևոր տեղն ու դերն են ունեցել։ Չնայած իրենց ունեցած դժվարություններին ու խնդիրներին, տարեցներից շատերը հատկապես հոկտեմբերի 1-ին մոռացության են տալիս այդ ամենը եւ օրվա խորհրդին համահունչ զգում են իրենց առավել առույգ եւ երիտասարդ։ Խելք, շնորհք, պարավներ կմեծանա, խելքերը կփախ։ Երկել չդեի, երգում ենք, բարել չդեինք, բարում ենք, ամեն ինչը, այնպես որ մենք երիտասարդ կզգանք։ Արաքս բարեգործական կազմակերպությունում տարեցների միջազգային օրվան նվիրված այսօր միջոցառում էր կազմակերպվել։ Կենտրոնի շահառուներից շատերը իրենց ուժերով ու միջոցներով տարբեր տեսակի ուտեստներ ու թխվածքներ էին պատրաստել տոնական սեղանը զարդարելու նպատակով։ Տեսեք, մենք ունենք մեր ազգային ուտեստները, շատ լավ, բայց կարծես թե շատ երիտասարդների դա չի հասել։ Եվ որովհետեւ մեր ունեցածը փոխանցենք ու նաև նոր ստանանք, սա է հենց նպատակը սերունդների միջև, իրար հետ պատրաստել, տալ, ստանալ։ 80-ամյա Խանուն Վարդանյանը, ով հանդիսանում է կազմակերպության շահառուներից, նշում է, որ ինքը բավականին հետաքրքիր կյանք է ունեցել, բազմանդամ ընտանիք եւ շնորհալի ամուսին, սակայն օրծերությանն ամենակ է մնացել եւ այսօրվա դրությամբ իր միակ զբաղմունքը կազմակերպություն հաճախելն է։ Ախտում եմ ամենակարևորը առողջություն, լավ ծերություն։ Ծերերը շատ մեղք են, որտեվ բոլորի երեխաները բացակայում են։ Մենակություն օրինակ ինձ համար ահավոր է։ Միջոցառման ընթացքում ներկաներից շատերը ի նշան հարգանքի եւ մեծարման շնորհավորանքի խոսքեր հղեցին մեծահասակներին։ Վերջիններս էլ իրենց նվիրված օրը առավել հիշարժան ու բովանդակալից դարձնելու նպատակով հանդես եկան կատարումներով։ Քարը կսեղնեմ հիմա կրծքից, կելնեմ սարերը լալու, ախ լաց, ինչքան կուզես, անցած դել ետ չի գալու։ Անահիտ Նադարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։